Պարոն Նովակիմյան, երկու հարց ունեմ ձեզ, առաջինը վերաբերվում է նախորդ նիստի ժամանակ ընտրական օրենսգիրքի 81 կամ 82 հոդվածի դրույթները փոփոխության ենթարկելուն, արդյոք դուք ընտրությունից 2 ամիս առաջ հրից չեք տեսնում, որ ընտրական օրենսգիրքում նման դրույթ է փոփոխվում, անունել տրվում է տեխնիկական բնույթի։ Մենք բազմաթիվ եւ դուք այդ ամբիոնից բազմաթիվ առաջարկներ եք ներկայացրել եւ եթե չեմ սխալվում 2024 թվականի ընտրական օրենսգիրքը բում փոփոխության ենթարկվեց, ես էլ առիթ եմ ունեցել պարոն Մինասյանին փառքուպատիվ մասնակցել այդ քննարկմանը եւ նման առաջարկ հնչեց, ուղղակի կարեւորություն չտրվեց։ Ինչով է պայմանավորված այդ կարեւորությունը, որ հրատապ բերվեց եւ երկրորդը խոսում եք տեխնիկական բնույթի, այսպես բանով կայքերով տարածում եք, ոնց որ ուսուցողական 10 լինի։ Կոնկրետ կա ընտրական օրենսգրքում բաց։ Ինչպես է իրացնելու այն թեկնածուն ազգային ժողովի падգամավորի, ով գտնվում է վարչական կալանքի կամ տնային կալանքի տակ։ Հիմա դուք ասեք երկու վստահ անձի միջոցով բան, դա օրենսդրական բաց է։ Եվ արդյոք դուք չեք պատրաստվում, եթե կարճ է եւ անհրաժեշտությունն աստանից կարևոր սահմանադրությունից ենք խոսում։ Կարևոր գործառույթ կարծում եմ չկա, որպեսզի թեկնածուն կարողանա իր ընտրողին, իր անմիջապես շփման եղանակով կարողանա իր տեսլական, իր ծրագրերը ներկայացնի, որպեսզի ընտրողին համոզի կամ չհամոզի իր հետագա ծրագրերի մասին։ Սրանից կարևոր դրույթ ինչն է ընտրական օրենսգրքում, արդյոք դու չեք հանդիպել, որ ստեղ ունեք օրենսդրական բաց եւ ինչ առաջարկներ եւ գործուն քայլեր եք արել այդ բացը լրացնելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Ղազարյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգիրքի իրավակիրառն է։ Այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավել եւս ընտրությունների շրջանում ընտրական օրենսգիրքի, այսպես ասած, լավ ու վատ չի անում։ Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է առաջնորդվել այն ընտրական օրենսգրքով, որը որ տվյալ պահին գործում է։ Մենք օրենսդիրի, այսպես ասենք, կամքը չենք քննարկում։ Մենք կարող ենք նախագծերի, ասենք, փուլում գալ մեր կարծիքը արտահայտել, բայց ի վերջո որոշումները, օրենքների վերաբերյալ որոշումները այստեղ են կայացում։ Դուք եք կայացնում այդ որոշումները եւ ինչպես որոշում եք, մենք դրանով էլ առաջնորդվում ենք։ Արձագանք, չեք ավարտել, շարունակեք։ Ինչ վերաբերվում է վարչական տնային կալանքի հետ կապված։ Տեսեք, կալանքի տակ գտնվող թեկնածուի իրավունքների իրացումը ընտրական օրենսգիրքը հստակ նախատեսում է։ Իսկ թե ինչպես պիտի թեկնածուն իր քարոզությունը կալանքի տակ գտնվող թեկնածուն իր քարոզությունը կազմակերպի։ Այսօր այդ այսպես ասենք կարգն է սահմանված եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտքն է հետեւել, որպեսզի այդ կարգը գործի։ Եվ մենք ունեցել ենք դեպքեր նախորդ ընտրությունների թիմ ընտրություններում, երբ որ թեկնածու եղել կալանքի տակ եւ սկզբում այդվում հենց ազատազրկման, այսինքն կալանավայրում է գտնվելուց եղել, եւ վստահված անձերի հանդիպումը գրանցվելուց հետո թույլ չէին տվել։ Մենք միջամտել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտել, որպեսզի այդ իրավունքը ապահովի։ Եվ ապահովել այդ թեկնածուի իրավունքը, թեկնածուների։ Ինչ վերաբերում է քվեարկելուն, տեսեք, քվեարկելուն սա արդեն այդ խնդրի իրացման շուրջ մենք Արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ, քանի որ պրոբացիայի ծառայության ոնց որ տիրույթում է գտնվում, իրենց հետ այդ գրագրությունը, այսպես ասենք, սկսված է եւ այստեղ իրենք քանի որ դա նախաքննությունը տվյալ դեպքում քննությունը վարող մարմնի տիրույթում է, այսինքն եթե օրինակ դատավորը պիտի թույլ տա տնային կալանքի կամ վարչական հսկողության, այսինքն որպեսզի տվյալ անձը այդ օրը հունիսի 7-ին, չգիտեմ, ինչ որ ժամանակով իր գտնվելու վայրից բացակայի եւ գնա քվեարկի կամ նախաքննության մարմինը այս կարգավորում, բայց մինչև ընտրությունները հաստատ այս խնդրին լուծում, այսինքն իրավական ընդհանցակարգերով լուծումը կտրվի։ Արձագանք,
Պարոն Նովակիմյան, ըստ էության դուք ինձ բացատրում եք իմ լիազորությունները, ես որպես օրենսդիր ինչ պետք է անեմ։ Ես ասում եմ, ինչպիսի գնահատական եք տալիս ընտրությունից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում հոդվածը փոփոխվել, բայց դրանից կարևոր ավելի գործառույթ կա այդ թվում փոփոխելու, որը վերաբերել է տնային կալանք, այսինքն դատավորը մենք գիտենք իր քմահաճույքներից ելնելով արգելում է, որ մարդը մասնակցի քարոզարշավին։ Ստեղ պետք է կարգավորվի օրենքի ուժով, որ դատավորը ուզենա, չուզենա, որտեղ քաղաքացու ընտրվելու, իր տեսլականը ներկայացնելու իրավունքը հիմնարար իրավունք է։ Սրա մասին է խոսքը, ինչ կարգավորում կա։ Եվ երբ որ դուք ասում եք, ես մենք ընդհանրապես դուք այդ ընտրական մենք ընդունում ենք օրենքները, դուք դրանք կիրառողն եք եւ ըսկողն եք։ Դուք եթե խնդիր եք տեսնում, ինչ առաջարկ եք բերել։ Իմ ասածն է, տեսախ լիազորությունների դաշտի եւ պարտավորությունների եւ գործիքակազմը գիտեն։ Ընդհանրապես ասում եմ, դուք ընտրական օրենսգրքի երաշխավորն եք այսօր, որպեսզի ամեն ինչ ժողովրդավար լինի եւ բխի ընտրական օրենսգրքի դրույթներից։ Ունեք բաց, հիմնարար բաց, ինչ գործուն քայլեր եք արել։ Էսա խնդիրը։ Դե չէ, դուք ինձ իմ իրավունքներ եք բացատրում, ես շատ քիչ գիտեմ։ Ավազան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքին գնահատական չի տալիս։ Նման իրավասություն մենք չունենք։ Ավելին, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքին տվյալ դեպքում ընտրական օրենքի սահմանադրական օրենքին գնահատական տա, դա ձեր համար կարող է հիմք լինել, որպեսզի այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին դուք պաշտոնանկ անեք։ Հասկանա՞մ։ Այսինքն մենք նման իրավունք չունենք, նման իրավունք մենք կարող ենք ընդհանրապես կրկնում եմ, երբ որ նախագծի փուլ է, այսինքն քննարկվում է ընտրական օրենսգրքի նախագիծ, երբ որ խորհրդարանը կամ օրինակ կառավարության նախաձեռնությամբ մեզանից կարծիք առաջարկություններ են ուզում, այդ ժամանակ ներկայացնենք մեր դիտարկումները, մեր առաջարկությունները։ Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվողների քարոզարշավին, քարոզարշավին մասնակցելու հարցում ես ստակ օրենքը կարգավորում, այսօր այդ կարգավորումն է, մենք հետևում ենք լինեն, որ այդ կարգավորումը գործի։ Այլ կերպ եք պատկերացնում, փոխեք օրենքը, թող այլ կերպ լինի, մենք էլ հետամուտ լինենք, որ այդ փոխված տարբերակով այդ դա ապահովվի։ Քվեարկության հետ կապված էլ ասացի, որ խնդիրը լուծվել է, որպեսզի բոլոր տնային կալանքի տակ, վարչական հսկողության ներքո, այլ, այսինքն ազատազրկման տեսքով կալանքից դուրս բոլոր քաղաքացիներ հնարավորություն ունենան քվեարկել։ Որտեղ ազատազրկման, այսինքն կալանքի, ազատությունից զրկված կալանքի ներքո գտնողները իրենք արդեն իրենց հնարավորություն տրվելու կալանավայրերում, այսինքն որպեսզի իրենք քվեարկեն։